Բարև ձեզ, իմ զրուցակիցը դերասան բեմադրիչ Դավիթ Հակոբյանն է։ Բարև ձեզ, պարոն Հակոբյան։ Բարև ձեզ։ Այսօրվա Հայաստանում ինչն է ամենաշատը ձեզ անհանգստացնում եւ ուրախացնում։ Ճիշտն ասած, այսօր ուրախանալու բան շատ քիչ կա։ Դե հասկանալի է, ինչ պատճառներով զայրացնող բաներ շատ կան։ Տխրեցնող բաներ շատ կան։ Գնալով ավելի է խորանում մեր հանրության մի հոծ մասի անտարբերությունը այն ամենի հանդեպ, ինչի պատճառով այսօր ուրախանալու բան քիչ կա եւ տխրելու բան շատ կա։ Զարմանալի բան է կատարվում, զարմանալի։ Էմսի տպավորություն է, թե մեր հանրության մի հոծ մաս նույնիսկ տեղյակ չէ, թե պատերազմ է եղել, սպառնալիքներ կան երկրի գլխին կախված, այդպես չափազանցված զգացողություններ ունեմ, շատ չափազանցված, դա տխուր է։ Հասուն հասարակության նշանները, որոնք են ձեր պատկերացմամբ, ինչով են տարբերվում հասուն հասարակությունները։ Կան պարզապես զարգացած հասարակություններ, կես զարգացած հասարակություններ, չզարգացած հասարակություններ։ Դուք մեզ որտեղ եք տեսնում։ Ես այսօր տեսնում եմ, որ մանավանդ որ շատ եմ շփում երիտասարդության հետ, ազգային ինքնությունից բավական կտրված, գրագիտության շատ ցածր մակարդակով ես ոչինչ չեմ չափազանցնում, նույնիսկ երևի մի քիչ մեղմ եմ ասում։ Մարդու կյանքի արդյունավետությունը ձեզ համար ինչ չափանիշներով է բնութագրվում։ Մարդու կյանքի արդյունավետությունը հետաքրքիր հարց է տալիս։ Մարդը ինչի համար է ապրում վերջին հաշվով։ Մարդու առաքելությունն ինչ է։ Մարդը ինքը չի որոշել, չէ՞ որ ծնվում է եւ ապրում է։ Ինչի համար է ապրում։ Այդ հարցերը սկսում են արդեն հետո առաջանալ, չէ՞, եւ ինչ պետք է անի ինքը։ Մարդը մի խնդիր ունի վերջին հաշվով։ Մարդը ապրում է երջանիկ լինելու համար, ուրիշ ինչ խնդիր կա։ Եթե մարդը պետք է տխուր ապրի, դա ապրել է, եթե մարդը պետք է վտանգներով ապրի, դա ապրել է, մարդը ուզում է երջանիկ լինել։ Այ երջանիկ լինելու արդյունավետությունը արդեն կախված է հենց այդ նույն մարդուց։ Նայած թե մարդը ինչպես է հասկանում երջանկությունը։ Մեկը հասկանում է երջանկությունը, որ ինքը լավ ընտանիք ունի եւ ինքնաբավ է։ Մեկը հասկանում է, որ ինքը երջանիկ կլինի, եթե ունենա 10 մեքենա, 10 առանձնատուն, 150 կոստյում, չգիտեմ ինչու չէ, այդ տեսակ մարդիկ էլ կան, Աստված իրենց հետ ես ինչ անեմ, ինքն էլ այդպես է հասկանում երջանկությունը։ Մեկը երջանկությունը հասկանում է, որ ինքը լավ աշխատանք ունի եւ երջանիկ է իր աշխատանքով, իսկ եթե նաեւ լավ ընտանիք ունի, կրկնակի երջանիկ է իր աշխատանքով։ Պարզապես մարդը այ Աստվածաշնչում գրված է ստեղծեց մարդուն իր պատկերով եւ նմանությամբ իր։ Սա եթե բառացի ենք հասկանում շատ պրիմիտիվ, այսպես բարձունակ ձևով։ Այդ նշանակում է մենք սկսում ենք փնտրել նրան, ով մեզ ստեղծել է։ Եվ եթե իմ նման է, ուրեմն ես իմ նման մեկին եմ փնտրում այնտեղ վերևում, ինչ որ փապիկի ենք փնտրում վերևում, չէ՞ որ իր պատկերով եւ նմանությամբ ենք ստեղծել, բայց այստեղ ուրիշ խնդիր կա։ Պատկեր բառը նախ միայն արտաքին տեսքը չէ։ Պատկերը նրա ամբողջ էությունն է։ Մարդը ինչով է նման Աստծուն։ Այ կենթանական աշխարհն էլ է Աստված ստեղծել, բայց իր պատկերով եւ նմանությամբ չի ստեղծել։ Չնայած ամբողջ կենթանական աշխարհում եւ մարդկանց մեջ կա մի բան, որը նույնն է։ Արտաքին իմաստով, պատկերի իմաստով, բարձունակ իմաստով, դա աչքն է։ Կենթանին աչք ունի, բոլոր կենթանիները աչք ունեն։ Այ մեզ երբեմն թվում է, թե մանր միջատները աչք չունեն, բայց խորապես սխալվում ենք։ Աչք ունեն, աչք։ Եվ այդ աչքը զարմանալի ձևով բոլորի մոտ համարյա նույն կառույցն է։ Նույն մեխանիզմն է այնտեղ աշխատում, նույնն է լույսի ընկալման ինչ որ անկյուն, մեկի մոտ շատ զորավոր աստիճանի հասնող, մեկի մոտ մի տեսակի մոտ ավելի թույլ աստիճանի, օրինակ թխճիկների մոտ թույլ է աստիճանը պարզապես աչքի տեսողության, բայց նրանց էլ Աստված օրհնել է ճառագայթային տեսողությամբ։ Թխճիկ ճառագայթները ալիքներ է ուղարկում, գալիս է ալիքը գնում է պատի է դեմ առնում, արագ հետ է գալիս, ինքը տեսնում է, որ այնտեղ պատը ինքը շեղվում է։ Եվ չի գնում գլուխը տալիս պատին, աչքը նույնն է։ Բայց մի բան կա, որտեղ պետք է փնտրել, որտեղ ենք մենք նման պատկերով եւ նմանությամբ իր ստեղծողի։ Դա մեր արարչագործության կարողությունն է։ Դրա համար էլ մեզ գիտակցություն է տվել կենթանուն կոդ։ Կենթանին ստեղծված է կոդով։
շան ձակը, որ ծնվում է, կամ ձիու ձակը, որ ծնվում է, ցանկացած ձակ, ջուտ, որ ծնվում է, նա ամեն ինչ գիտի իր մասին։ Ամեն ինչ գիտի։ Շան ձակը արդեն գիտի եւ հաչալը, եւ կծելը, եւ լաց լինելը, եւ ճանկրելը, եւ հարցակվելը, եւ պաշտպանվելը, եւ վախենալը, ամեն ինչ գիտի նա իր մասին։ Նրան ոչինչ կարիք չկա սովորեցնելու։ Նույնիսկ լողալը նա դա էլ գիտի։ Մարդուն պետք է սովորեցնել։ Այ մարդը Աստծուն նման է իր արարչական կարողությամբ։ Կենդանին ոչինչ չի արարում։ Մարդը արարում է։ Մարդը արարելու հատկություն ունի, դրանով է պատկերով եւ նմանությամբ իր, ուրիշ ոչ մի բանով։ Եվ այդ իրն էլ կոչվում է Հայր, Որդի եւ Սուրբ Հոգի, չէ, երամիասնություն է դա։ Ինչպես մեր Այբուբենը, երբ որ եռանկյունու մեջ տեղավորում ենք, զարմանալի գիտնական է եղել Մեսրոպ Մաշտոցը։ 36 տարը հենց եռանկյունու մեջ սկսում ենք շարել, մեկ հատ անկյունում, հետո 2 հատ, հետո 3 հատ, հետո 4 հատ, հետո 5 հատ, եւ 36-ը փակում է ամբողջ եռանկյունին։ Առաջինը ինչ ճիշտ հերթականությամբ է ինքը դրել։ Այդ երևի թե սրբազան եռանկյունու բոլոր անկյուններում շատ կարևոր տառեր են։ Առաջինը ան է, այստեղ սն է, այս անկյունում քն է, Հայր, Սուրբ Հոգի, Քրիստոս Որդի, որը միասին նշանակում է ասք, խոսք, բան, եւ Հովանու ավետարանում էլ գրված է, ի սկզբանե բանն էր առաստված։ Հիմա չափորոշիչ դնել մարդու վրա իր առաքելության շատ բարդ բան է։ Ամեն մարդ վերջին հաշվով ձգտում է հասնել Աստծուն, բայց դեռ ոչ ոք չի հասել։ Իսկ նրանք, ովքեր չեն հավատում Աստծո գոյությանը, ովքեր չեն հավատում, դա դեռ չի նշանակում, թե նրանք գործում են այդ արարչագործությունից դուրս։ Եթե չհավատա, ինչ է փոխվում դրանից։ Նա պարզապես իրեն հեռացնում է Աստծուց։ Դա շատ հեշտ է Աստծուն չհավատալ եւ ինչ ասես անել։ Բայց սուտ է, նույնիսկ ամենամեծ անաստվածներից մեկը Դավիթ Ռիկարդոն, որը աթեիզմի հզոր գաղափարախոսն էր, իր մահից առաջ ամբողջ կյանքը գրել է աթեիստական գործեր, հետո աթեիզմի տարածությունն անցել է վաղուց։ Իր մահից առաջ ինքը քանդակագործ է հրավիրում եւ պատվիրում է Հիսուսի արձանը։ Դեռ ինքը արդեն անկորնային հիվանդ էր եւ պատվիրում է դնել այգու այն մասում, որ իր պարկաստեղից պատուհանից երևա, որ նայի հանգստանա նոր հոգին ավանդի։ Ընկնող ինքնաթիռում աթեիստներ չեն լինում։ Շատերը մեկնաբանում են դա, որ ինչ-որ չափով դա շատ ուժեղ լինելու նշան է եւ դու ամեն դեպքում հույսդ լիովին քեզ վրա ես դնում եւ չես փորձում այլ ուժերի ապավինել։ Իսկ ով ասաց, որ Աստված ասում է ինձ վրա հույսդ դիր։ Այդ տեսակ բան չկա։ Աստված քեզ ցույց է տալիս մի քանի տարբերակ։ Նա ասում է հույսդ դու ես, ընտրիր։ Տերունական աղոթքում էլ կա, թե եւ փրկիր մեզ իջարե մի տանիր մեզից փորձություն։ Աստված մարդուն չի փորձում։ Երբեք։ Աստված ոնց կարող է փորձել մի բան, որը ինքն է ստեղծել եւ կատարյալ գիտե այդ բանը։ Ինչը փորձի։ Պարոն Հակոբյան, եղել է, որ մի քիչ նեղանակ Աստծուց։ Այս աշխարհում ամեն ինչից կարելի է նեղանալ, բացի երկու բանից՝ հայրենիքից եւ Աստծուց։ Դուք երիտասարդ տարիքում եղբայր եք կորցրել։ Այո։ Այդ վիշտը 10 տարիքում էլ եմ կորցրել։ 50 տարիքում էլ եք կորցրել։ Այդ վիշտը ինչպես է փոխում մարդուն։ Երբեմն այդ արտահայտությունը ասում եմ, այո, ուսանողներից էլ եմ ասում, չեն հասկանում, իմ շատ գոլեգաներ էլ չեն հասկանում։ Ցանկացած կարևոր մարդու կորուստ մեզ համար ցավ է։ Ցանկացած մարդ։ Նույնիսկ ոչ հարազատ մարդու կորուստ։ Եթե մարդը քեզ շատ կարևոր է, շատ ահավոր ցավ է անձնական։ Եվ ընդհանրապես քո տեսակի կորուստը շատ խորը ցավ է։ Ինչ է կարծում այն մարդը, որը պատերազմում զոհ չունեցավ, նա չի ցավում այդ զոհերի համար, ցավում է, չէ, մենք բոլորս ենք ցավում։ Բայց ես միշտ ասում եմ, ամենահարազատ մարդու կորուստն անգամ մարդու հարստությունն է։
Այս մի քիչ ճակերտների մեջ ասենք սխալ չհասկանան հարստություն բառը, որովհետև մանավանդ իմ մասնագիտության համար ամենահարազատ մարդու կորուստն անգամ իմ հարստությունն է, որովհետև ես դա ապրեցի, ես գրքերում չկարդացի, ինձ չեմ բացատրում դա ինչ է, ես գիտեմ դա ինչ է, ինձ ոչ ոք չի կարող բացատրել դա, ես գիտեմ դա ինչ է։ Չի լինում, որ մտածում եք ոչինչ, թող ես չիմանայի դա ինչ է։ Դա արդեն մեր կամքով չէ, իհարկե, ու բոլոր այն հարազատները, որոնց մարդը կորցնում է, նրանք հավերժ մնում են իր հետ, հավերժ մնում են իր հետ, հավերժ մինչև մահ մնում են իր հետ, այդպես չի, որ կորցրեցիր ու կորցրեցիր, նույնիսկ մի թանկարժեքիր, որ կորցնում ես, չէ, որը քեզ համար ոչ միայն որպես գնային արժեք կարևոր է, այլ նաև էությամբ կարևոր է, մինչև մահ հիշում ես դա։ Ինչ-որ չափով քեզնից մի մասնիկ ես թողնում։ Այո, մի բան ես կորցնում, այո, էլ չեմ ասում, որ ցավոք սրտի մենք դարերով անդադար հայրենազուրկ ենք դառնում։ Արդեն որ երրորդ դարն է մենք դա շարունակում ենք հայրենազրկության ճանապարհով անցնել։ Բա հիմա եթե մի $1000 իրես կորցրել կամ $50 կապ չի, բայց որը քեզ նվիրել է շատ կարևոր մի մարդ, որը շատ կարևոր մասունք է քեզ համար, չէ, այդ մարդուց մնացած, ու ամբողջ կյանքում չես մոռանում, ետ նայենք ու տեսնենք, թե ինչ է նշանակում տուն կորցնելը, ընտանիք կորցնելը, ինչ է նշանակում հայրենի գյուղ կորցնելը, հայրենի քաղաք, հարազատների գերեզմաններ կորցնելը, մի հատ խորանանք տեսնենք ու նոր վերանայենք մեզ, մի քիչ հասկանանք ինչ է կատարվում, այդ արտահայտությունից սիրտս կանգնում է, որ ասում ինչն է ինձ տխրեցնում, ինչ է նշանակում արցախցիներն եկել են մեր հաշվին այստեղ ապրում են, սա առնվազն ինչ ասեմ, բանականությունից զուրկ մարդու արտահայտություն է։ Հիմա նույնիսկ չեմ ուզում վերարտադրեմ, որովհետև այդ տեսանը որ գալիս է, ես չեմ կարողանում չհուզվել, երբ վերջին օրերին այնտեղ թաղում էին զոհված տղերքին, ու ես նայում եի այդ կադրերը, ես պատկերացնում եի հոգեբանությունը հարազատի, որը գիտի, որ հիմա այս գերեզմանը թողելու է ու գնա։ Այո։ Դա սարսափելի բան է։ Դա սարսափելի բան է։ Եվ այդ եմ ասում էլ ինչ-որ շատ անտարբեր ապրում են, շատ անտարբեր ապրում ենք, ու շատ արագ մոռանում ենք, որ օրինակ Հայաստանի բնակչության երևի թե մի զգալի մասը, 60%-ից ավելին, եթե ոչ ավելի, բոլորս հայրենազրկվածների ժառանգներ ենք, բոլորս հայրենազրկվածների, երբ մոռացանք, որ մեր պապերն են այդ նույն ձևով կորցրել, այդ նույն ձևով զոհվել, գաղթել, ու այդ գաղթել բառը անդադար մեզ հետ է, անդադար, մինչև երբ ենք ուշքի գալու։ Պարոն Հակոբյան, կորուստներից խոսեցինք, ես ձեր այլ հարցազրույցից մի դրվագ եմ ֆիքսել, ինձ շատ հուզել է, դուք ձեր երկրորդ եղբոր մահվան մասին երբ խոսում եք, ասացիք, որ հիվանդանոցից հիվանդանոց եք գնում եւ հույս չէին տալիս, եւ դուք վերջին հիվանդանոցում ասել եք, անկախ դրանից հույս կա, թե չէ, իմ եղբայրը պիտի տեսնի, որ մենք միջև վերջին պահը պայքարում ենք։ Իհարկե, մարդը պետք է իր մահվան վերջին շնչում մենակ չլինի։ Սա շատ կարևոր բան է։ Առանցն էլ մարդը մենակ ծնվում է, մենակ ապրում, մենակ էլ մահանում է։ Եվ այդ մնացած բաները, որ մարդը հորինում է, իր այդ մենակության բարդույթը ախտահարելու համար է։ Ընկերություն է հորինում, աստվածտա եղբայրներ է օրենում, ընտանիք է հորինում, որ մենակ չմնա, ընտանիք, աշխատանք, ինչ ասեմ, ազգն է ձևավորվում հենց այդ դրա շնորհիվ, ժողովուրդն է ձևավորվում, որ մենակ չմնա։ Որտեղ մարդը վերջին հաշվով իր ամբողջ կյանքի ընթացքում երկու կարևոր բան է հաղթահարում։ Երկու կարևոր բան, ծնված օրվանից։ Մեկը երկրի ձգողականության ուժն է, մյուսը մենակության բարդույթը։ Այ մարդը անդադար ուզում է պոկվի երկրից, պոկվի, թռնի, երազում թռնում ենք, չէ՞ մենք, թռնենք, ու հատ ձգտում ենք, ամբողջ օրը ուզում ենք պոկվենք այդ երեկոյան մայր երկերը, ասում է, հո, Էրիկ, արի մի հատ բարգի իմ հարթության վրա, այսպես,
նորից ուժ վերցրու ինձանից, որպեսզի հաջորդ 24 ժամին դիմանաս։ Երկիրը քաշում է իրեն։ Մարդուն էսպես ծնում է, հետո վերջին շնչից հետո նորից այդ ծոցը բաց է անում նորից մեզ կանչում է այնտեղ։ Սա է մարդու ամբողջ գործունեությունը։ Եվ մյուսը մենակության կոմպլեքսն է, մենակության բարդույթը, եթե դա բարդույթ է, այդ կոմպլեքս բառը։ Կամ մարդիկ, որ ասում են, որ սիրում են մենակությունը, ձևացնում են։ Ես չեմ սիրում, չգիտեմ, գուցե մարդը սիրում է, ես ինչ գիտեմ, ով ասեց, որ չէ, բայց նույնիսկ կան, չէ, բաներ, պատմությանը հայտնի են, հայտնի ճգնավորներ, որոնք հեռացել են մարդկանցից և մենակ են ապրել, մենակ ճգնել են, կան, նրանք էլ հայտնի բաներ կան, պատմություններ կան, ու դրանք կարամիտ մարդիկ չեն եղել, լուրջ փիլիսոփայության, գաղափարախոսության հասած մարդիկ են եղել, ուրեմն մի ճշմարտություն կա, բայց այնտեղ էլ նրանք մենակ չեն, նա այնտեղ իր էության հետ է, նա այնտեղ արարչի հետ է, մենակ չէ, մարդ չի կարող մենակ լինել, բացառվում է, նույնիսկ Ռոբինզոնին Աստված մարդ ուղարկեց։ Մի ներքին զրույց միշտ կա։ Իհարկե։ Այո, մարդը երբեմն կարիք է զգում ֆիզիկապես մենակ առանձնանալու, հանգստանալու, աղմուկից, չգիտեմ ինչից, բանից, բայց մի քիչ հետո արդեն կարոտում է, չէ, մարդկանց նորից։ Այ կատակ կա, չէ, պապիկ տատիկների մասին, ասում են, մեկ թորների գալուց ենք շատ ուրախանում, մեկ էլ գնալուց։ Թորների մասին խոսեցիք, դուք շատ եք պատմում ձեր տատի մասին, պապի մասին, ամենակարևոր բանը, ինչ վերցրել եք, ինչն է, որ հիշում եք, շատ հեքիաթներ են պատմել ձեր տատը։ Այո, հեքիաթներ կոչվածները բան էին, վերջին հաշվով, երբ որ մի քիչ գիտակցության եկա արդեն, հասկացա, որ դա աստվածաշնչյան պատմություններն էին, առակներն էին։ Այո, ես մանկապարտեզ չի ստացվել, չեմ գնացել, մի քիչ դա իմ բնավորությունը փոխել է, դժվար համակերպով եմ եղել օտար երեխաների հետ, բայց հետո դա անցավ իհարկե, բայց նաև շատ շնորհակալ եմ իմ բախտից, իմ Աստծուց շատ շնորհակալ, որ իրենց մոտ, որտեղ նրանք ինձ շատ լուրջ բաներ են սովորեցրել, շատ լուրջ, չափազանց լուրջ բաներ, որոնք գրքերում երևի դժվար թե փնտրես գտնես։ Մարդուն կրթելու process-ը, որը սկսվում է դեռևս արգանդից, հետո շարունակվում է ընտանիքում, այդ կրթելու process-ին շատ մեծ մասնակցություն են ունենում տատերը, պապերը, եւ իմ կարծիքով շատ տխուր են մեծացել այն երեխաները, ովքեր տատեր եւ պապեր չեն տեսել։ Կա մի դրվագ, որ հատկապես տպավորվել է ձեզ մոտ։ Լիքը տեսակ դրվագներ կան, այ տատս աստվածավախ մարդ էր, անգիր գիտեր ավետարանը, չնայած անգրագետ էր, կարդալ չգիտեր, որտեղ սովի տարիներ են եղել, կոտորածների տարիներ, ինքն էլ տանավակ աղջիկն է եղել, օգնել է մորը չի հասցրել սովորել։ Մոմ էր վառում, ամեն շաբաթօր կիրագնմուտք ասում էր, մոմ էր վառում եւ այլն, աղոթում էր շատ հաճախ, սուս աղոթում էր, այդպես էլ չի հասկանում ինչ է աղոթում, բառերով ինչ է ասում, մրմնջում էր, այդպես էլ չի հասկանում։ Եվ վերջապես Սովետ միությունում լույս տեսավ Գրիգոր Նարեկացու Մատյան ողբերգությունը փոքրիկ գրքուկով եւ կրկնակի կազմով սուպեր աբլոշկա էին ասում դրան եւ Նարեկացու նկարն էր մանրանկարչությունից հայտնի նկարն էր կրկնակի շապկի վրա Ես ամեն ինչ արեցի, որ անպայման հասնի, որտեղ շատ քիչ էր տպականակը, ծանոթ ունեի հրապարակի գրախանութում, դեռ ինստիտուտ չէի ընդունել, դպրոցական էի դեռ, եւ գնացի, աշխատողը շատ բարեհամբույր, ինձ խոստացավ ու պահել էր ինձ համար մի օրինակ, գնացի առա, բերեցի ու այսպես պահարան կար ապակեպ, ես իմ սարքած պահարանն էր, դա իմ ձեռքով էի սարքել, եւ դրեցի այդ ապակու հետևը այսպես երևացող, ու սպասում եմ, որ տատս արթնանա Տատս արթնացավ, իր սենյակից դուրս եկավ մի 6-7 մետր է դեպի այդ պահարանը, ասի տատ ջան, մի րոպե արի, ասեց, ինչ է եղել, բալա, ասի արի, բան ունեմ քեզ ցույց տալու, եկավ, ինչ կա, ասի հələ նայե, էս ինչ է, նայեց այդ գրքին, նայեց, հուզվեց,
Սես փառքը չա Տեր Աստված, նարեկն է։ Ոնց է տպավորվել նարեկի նկարը իր մոտ, երևի իր հոր գրքերից մեկի մեջից, ես ինչ գիտեմ, ճանաչեց, ես կյանքումս չեմ մոռանա այդ բա, ասի սրանից հետո, այս նարեկի մոտ մոմը կվարեց, սա քեզ համար եմ բերել, ու գնում էր վարում էր այդտեղ, բան էի սարքել այդտեղ դնում էր վարում էր, այո շատ զոր պատմություններ կան, պապիս հետ կապված շատ բաներ կան, որ երբեք չեմ մոռանա, այ երևի այդ տարիքում, այդ ժամանակ ինքը մի 60 տարեկան էր, երևի ինձանից մի քիչ իմ տարիքից, հիմա մի քիչ երիտասարդ, ինքը մի գիրք ուներ, որը շատ էր սիրում կարդալ այդ գիրքը, կոչվում էր այն տարիներին ինքը կոմսոմոլի կազմակերպության ղեկավար ա եղել գյուղում բանից հատուկ մտել այդ կոմսոմոլի շարքերը որպեսզի իրենց ընտանիքը չաքսորեն, դա դաժան ժամանակներ էին, բայց մեկը աքսորեցին իրեն, իր հոր անվան տակ իրեն աքսորեցին եւ այլն, ու այդ գիրքը իր այլ տարիների գործիչների մասին էր, այն տարիներին, այդպես էլ մինչեւ հիմա էլ տանն է իմ գրադարանում կա այդ գիրքը մինչեւ հիմա, ինքը բացում էր ու կարդում էր, կարևոր չի որտեղից է բացում, բայց ինքը նույն ծայրից ծայր կարդալու կարիք չուներ, ինքը կարդում էր պարզապես այդ տարիների մեջ լինելու համար, դա իր երիտասարդությունն էր, դա իր պատանեկությունն էր, իր երիտասարդությունն էր, ինքը բոլորին ճանաչում էր ում մասին, որ գրված է, շատերի հետ նույնիսկ ծանոթ անձամբ, այդ գործիչների Պողոս Մակինցյան, չգիտեմ ինչ բան եւ այլն եւ այլն եւ այլն եւ այլն, այդ սովետական առաջին շրջանի այդ ղեկավարները, մի օր էլ այսպես բացվեց, կարդաց, այսպես նետեց, բալա Ինչ եղավ, պապ, սեց վայտե կյանքս իզուր անցավ, սեր մտածում եմ, ինչի է իզուր անցե, թորներ ունի, զավակներ ունի, տունա սարքե, արդեն որ երորդ անգամ, ինչի պտի մարդու կյանքը իզուր անցներ, ինչ հասկանայի ես, այդ ժամանակ ես փոքր էի դեռ չէի հասկանում, տեսնես ինչ է պատահել, դե 10 տարի Սիբիր ա նստել, մատերներ կորցրել, ինքը երաժիշտ էր, դուդուկահարների ինգերներն էին, հաճախակի գալիս էին մեր տուն նվագում էին, այդ Լևոն Մադոյան, Վաչե Հովսեփյան, Անդրանիկ Ասկերյան, Մարգարյան, այնտեղ բան, ինչն ա որ, երբ որ ես հասա այդ տարիքին, երբ որ ես արդեն իրենից մեծ էի, այդ հարցը ինձ անդադար տանջում ա, անդադար, ու հիշում եմ պապիս ասում, կարող է կյանքս իզուր անցավ, կարող է ուրիշ բան պիտի անեի, ես ինչ իմանամ, չափազանցություն չկա դրա մեջ, ամենայն անկեղծությամբ եմ ասում։ Ես ընդհանրապես, քանի մեծանում եմ, այնքան հասկանում եմ, որ այդպես էլ պարզվեց, որ ոչինչ չգիտենք, ոչինչ էլ չգիտենք։ Այդ քանի տարի ես թատրոնում դերասան եմ, ռեժիսոր եմ, կինոյում եմ նկարվում եւ այլն եւ այլն։ Ես ինչքան մեծանում եմ, քան հասկանում եմ, որ թատրոնից բան չհասկացանք, ոչ էլ կինոյից, ամեն օր ինչ-որ նոր բան է հայտ գալի, ամեն օր, ու նոր սկսում ենք հասկանալ մեծ փիլիսոփայի խոսքերը Սոկրատի, որ ասում էր, ես գիտեմ, որ ոչինչ գիտեմ, շատ-շատերը դա էլ չգիտեն։ Պարոն Հակոբյան, ձեր թորանը դուք սովորեցնում եք չվախենալ ոչինչից, ինչու է դա կարևոր։ Դե ես ընդհանրապես ոչ թե այսպես ասած հիմարաբար չվախենալ ոչինչից, նախ բացարձակ վախի զգացողություն չունենալն էլ է չարիք, հանեք վախի եւ կասկածի ունակությունը մարդու միջից, այդ զգացողությունը մարդու միջից, մի շաբաթ չի դիմանա մարդը, երկրագունդը կդատարկվի, վախի եւ կասկածի զգացողությունը հանեք մարդկանց միջից, մի շաբաթ հետո մարդկությունը կվերանա, օրինակ, պարզ օրինակ, մեծ ձորի վրայից կգա կթռնի, որտեղ չի հասկանում, որ վտանգավոր է, վախ չունի, կթռնի, կտապալվի, կասկած չունի, որ ինքը սխալ է անում, ու հիմար բան է անում, էլի տապալվում է, եւ աշխարհի այս կործանումները որտեղից է տեղի ունենում, այդ վախի եւ կասկածի բացակայությունից, այս աշխարհի մեր գերտերություններ ասեմ, պետություններ ասեմ, չգիտեմ ինչ ասեմ, դրանց բոլոր ղեկավարները գետնի տակն անցնեն բոլորն իրար հետ, այսքան կասկած չունեն, որ իրանք սխալ բան են անում, այսքան կասկած չունեն, ոչ էլ վախ ունեն,
Թքած ունեն ամեն ինչի վրա։ Եթե կարծում եք անգրագետ են սխալվում եք, բոլորն էլ լավագույն համալսարաններն են ավարտել։ Բոլորը, բայց անկիրթ են։ Դրամայի չարիք են բերում։ Չարիք։ Այ ծիծաղալու համաձայնության եկան այս վերջերս բանավոր առայժմ բանակցությունների միջոցով Ռուսաստանը, Ամերիկան եւ Ուկրաինայի առաջնորդները այսպես բանավոր համաձայնության էին եկել, որ պարտավորվում են չռմբակոծել էներգակիրների վրա, չռմբակոծել նավերի վրա բեռնափոխադրումներ անող, չռմբակոծել ատոմակայանների վրա եւ այլն, այսինքն չռմբակոծել իրենց բիզնեսն ապահովող տարածքների վրա։ Բայց մի հատ համաձայնության չեն եկել, մանկապարտեզի վրա չի կարելի ռումբ գցել, հիվանդանոցի վրա ռումբ նետել չի կարելի, մարդը արժեք չունի։ Այնուամենայնիվ ինչու եք ձեր թոռանը ուզում որ քիչ վախենա։ Որովհետև վախի մեջ ապրել չի կարելի, բայց նորից եմ ասում, բայց վախի մեջ ապրել չի կարելի։ Այո, պետք է համարձակորեն անես, չվախենաս։ Այս միշտ ասում եմ, դու պետք է ուժ գտնես քո մեջ, Աստծուց խնդրես ուժ, որ կարողանաս փոխել այն ամենը, ինչը դու ի վիճակի ես փոխել։ Բայց դե համբերություն խնդրես նաև, համբերություն գտնես մեջդ, որովհետև չես կարող փոխել այն, ինչը դու ի վիճակի չես փոխել։ Պետք է համբերես, բայց ամենակարևորը պետք է խնդրես Աստծուց։ Իմաստնություն, որ այդ երկուսն իրարից տարբերես։ Այ եթե դու ի վիճակի ես սա փոխել, գնա փոխի ու մի վախեցի, ձև մի արա թե ի վիճակի չես։ Բայց եթե ի վիճակի չես, էշեշ մի գնա գլուխդ ջարդի։ Ոչ մեկին քո ջարդած գլուխը պետք չի։ Չես տեսնում, որ ի վիճակի չես։ Այդքան իմաստնություն չունես։ Այո, վախենալ չի կարելի։ Պարզապես պետք է ամեն ինչին մոտենալ իմաստնությամբ։ Դուք փոքր տարիքից համարձակ եք եղել, թե աստիճանաբար եք ձեզ համար կառուցել այդ ուժը։ Այնպես չի, որ Սասունցի Դավիթ եմ եղել, բան եմ, չէ, այդպես չի։ Սովորական երեխա եմ եղել, նույնիսկ մի քիչ մենակյաց, որտեղ մանկապարտեզը չէի գնացել, շատ դժվար էի մերվում, բայց չարուկ եմ եղել, այո, ինչ ասես փորձել եմ, ծանր սպորտի ախորս խելքին էի ընկնում, Աստվածօգին լուսավորի, նրա հետ այդ հիմա body building են ասում, դրան ինչ են ասում, այն ժամանակ կոչում էր կուլտուրիզմ, այդ մարմնի կառույց էին անում, բան, ես էլ ընկել էի իրանց խելքին հետ 16 կիլոնոց, 32 կիլոնոց ֆռռոցում մեջ չի հասկանում, որ մի հատ սխալ ֆռռոցնեմ գլուխս կեմ ջարդելու բան էսեն։ Եվ չարուկ եմ եղել, եղբայրս իմ պատճառով շատ կռիվներ արել։ Դուք փորձանքը սարքում եք, հետո եղբայրը տակից դուրս է։ Չէ, ասի որ փորձանք։ Պարզապես բան էինք էլի, երեխա էինք, նեղվում էինք, որ իրար ինչ որ նեղվում ես, ինչ որ մեկ փորձում է քեզ նեղել։ Կռիվ ես անում, բայց հաշվել չես առնում, որ ուժը չի եկել, ծեծ ես ուտում։ Մեկ կռիվ ես անում։ Հետո խեղճ եղբայրս էր գնում հարցերը լուծելու։ Այո, շատ ջղայնած էին որ այդ պատճառով։ Շատ։ Հիմա կռիվ չեք տալիս ամեն ինչի համար։ Ինչպես կռիվ։ Չէ, ֆիզիկական կռվի մասին չի խոսքը։ Բայց ինչով ենք զբաղված։ Որտեղ մեծ մասը մարդու տեսակը շատ չի փոխվում, չէ։ Հա, բայց էլ ինչով ենք անդադար դրա մեջ ենք էլ անարդարություն ենք տեսնում, փորձում ենք հասնել, որ չլինի այդ անարդարությունը։ Ուսանողներից անդադար եմ, այդ եմ ասում, ինչ եմ ասում։ Մի հանգիստ նստեք, սպասեք, երբ են ձեզ համար լավ պայմաններ ստեղծելու։ Մի հանգիստ նստեք, թե երբ են գորգ բռելու, որտեղ վրայով սենց հանգիստ անցնեք, բան։ Չկա այդ տեսակ բան։ Անդադար կռիվ տաս, անդադար կեղծիքի դեմ կռիվ տաս, չարիքի դեմ կռիվ տաս, որքանով որ ուժը թերիքում է։ Դերասանի մասնագիտության կախյալ լինելը ձեզ չի զայրացնում։ Ինչից կախյալ։ Եվ ռեժիսորներից, առաջարկներից միգուցե մարդը ներսում զգում է, որ մի կարևոր դեր ինքը կարող է խաղալ, բայց այդ դերը եւ այդ դեր իրեն չեն տալիս։ Բախտի գործոնը մի քիչ շատ չի, թե եթե դու շատ տաղանդավոր ես, միևնույն է ռեժիսորը քեզ կգտնի։ Նախ ես եւ ռեժիսոր եմ եւ դերասան, ես այդ խնդիրը չունեմ։ Երկու կողմից կասեք։ Ես բայց խորապես համոզված եմ, որ ոչ մի կարգին ռեժիսոր հատուկ վատ դերասանին չի տալիս դեր տալիս, լավին թողնում են կողմ։ Դե միգուցե աչքը չնկատի։ Դե ուրեմն լավ ռեժիսոր չի, ինչ է, փոխի ռեժիսորը այդ։
Գնա ուրիշի մոտ խաղա, ինչ է։ Չէ, տեսակ բան, այո, կան, որ սովորաբար ասում են ներկայացման հաջողությունը 50%-ով կախված է ճիշտ դերաբաշխումից։ Ճիշտ դերասան գտար, ներկայացումը 50%-ով կայացած է արդեն։ Մնացածը արդեն տեխնիկայի հարց է, պետք է մասնագիտական լուծումներ, բաներ եւ այլն եւ կկայանա։ Այո, դերասաններին երբեմն թվում է, թե ինչ որ ռեժիսորն ասում է, անհետաքրքիր է, վատն է։ Ինքը իսկն Համբերատար ռեժիսորն էլ դերասանն էլ պետք է անդադար այդ փորձերն ինչի համար են։ Այդ փորձերն ինչի համար են, որ սա էլ է փորձում, նայել է փորձում, նայել է փորձում, նայել է փորձում, բայց կա մի խնդիր։ Ներկայացումը ռեժիսորը քեզ դերասանին խաղացնում է ներկայացման գերխնդրի հետևողականության ուղղությամբ։ Գերխնդրի։ Ավելի ընդհանուր է տեսնում։ Թե չէ, այն ինչ որ անում է շատ սիրուն է անում, բայց դա մեր ներկայացման հետ կապ չունի։ Այստեղ ես ուզում եմ ծիծաղել, ինչի համար ես ծիծաղում։ Մանեթետ է, ես էսպես եմ բա։ Այո, ինչու՞ չէ։ Այդպես է, բայց օրինակ կինոյում ինչու այդքան չեն վիճում բա։ Որտեւ կինոյից դերասանը չի հասկանում ինչ է կատարում, թատրոնը ինքն է հանդիսատեսն է։ Այդ բանը ինչ ուզում անում է վերջին հաշվով։ Ռեժիսոր դու քեզ ճեղին նա բեմա մտել արդեն նա ինքն է սարքում ներկայացումը վերջին հաշվով բայց կինոյում չես հասկանում ինչ ես դու ուրիշ բան խաղում ես ուրիշ բան ցույց են տալիս ինչ կռիվ ինչ բան չկա այդպես ստեղծագործական համագործակցություն է բայց շատերը չեն դիմանում կոլեկտիվ արվեստի այո դերասաններ կան որոնք չեն դիմանում թատերական այս կոլեկտիվ արվեստին եւ նրանք է գնում են մոնո են խաղում էստրադա են գնում Շատերը հենց այդ պատճառով են գնում, որտեղ չեն դիմանում այդ նախ կոլեկտիվ արվեստի ռեժիմին չեն դիմանում։ Ինքն է իր գլխի տերը, երբ ուզում է փորձանում, երբ չի ուզում փորձել։ Հետո դա միշտ կոմպրոմիս է, չէ՞ կոլեկտիվ։ Բա համակեցությունը ինչի համար է։ Բա կոմպրոմիս է։ Կոմպրոմիս է։ Այո։ Բայց երբ որ ստացվում է, արդեն մնացածը սախսուտ է դառնում։ Ներկայացում որ կայանում է գերագույն հաճույք է, դեռ արդեն ոչինչ չի հիշում։ Պարոն Հակոբյան, դուք ձեր առաջին ուսուցչուհուն շատ սիրել եք, ինչ է արել կամ ասել, որ այդպես տպավորել է ձեզ։ Ես ոչ թե շատ սիրել եմ, սիրահարվել եմ։ Ես փորձեցի մեղմել։ Սիրահարվել եմ, նա նոր ավարտ աղջիկ էր, տիկին, այն ժամանակ տիկին չէր, Լուսիկ Մազմանյան, դա Նելի Խերանյանի մայրն էր։ Այո, հետո Աստված դրավ ինձ կապեց Նելի Խերանյանի հետ, դարձան գործընկերներ, դեռ ավելին, նա դարձավ իմ երեխաների կնքամայրը, Տիգրան Ներսիսյանի հետ միասին։ Ես ասում եմ, չէ, ես փակ մարդ էի, ես ամաչում էի օտարի երեխաների ներկայությունից, մի աղջկա կողքի ինձ կանգնեցրել, ես էլ ինձ էլ ուշ են տարել դպրոց, որովհետև նրանք պատրաստ չէին ինձ դպրոց տանելու, որովհետև այն ժամանակ օրենք կար 7 տարի ինձ լրացած լինի, որ ընդունեն, ես գիտեր, որ ինձ չեն ընդունելու, ոչ մի բան չէր առել ինձ համար, ոչ պայուսակ, ոչ բան, ոչ նոշորեր, Պանեսյանյան։ Հետո հայրս վերջին պահին դասավորեց, ծանոթ, մանոթ, բան, չգիտեմ, Իջեսյանյան, կիսատ, պռատ, այսպես շորերը հագցրին, տատս էլ թանաքամանի հետ ցանց էր գործել, ասենց ստեղից կախած, ասենց բան, ասենց, մի հատ գիրք թևիստակ, մի հատ տետր թևիստակ, ես թևիստակ, բերեցին շարքով կանգնեցրեցին, մի հատ էլ աղջիկ էր կանգնել, ամաչում եմ նույնիսկ նայեմ ինչ տեսակ աղջիկա, բան, ձեռքս է ուզում բռնի հաձը, ես էլ քաշում եմ, բան, նեղվում է այդ երեխան, Էսյանյան, մեկը տեսա որ մեկը եկավ իմ ձեռքից ասենց քաշեց, տարավ առանձին կանգնեցրեց ու ձեռքս բռնեց։ Ձեռքը որ տեսա, դա արդեն երեխայի ձեռք չէր, դա օրիորդի ձեռք էր եւ շատ գեղեցիկ այսպես ու գլուխս կամած բարձրացրի, տեսա միջն աշխարհի գեղեցկույն։ Հետո ինձ համար տխուր էր առաջին դասարանը։ Ես ինքը չլիներ չէի գնա։ Դեռ ես գնացել եմ դպրոց հայերեն, ռուսերեն գրել, կարդալ իմանալով, թվաբանության աղյուսակն իմանալով, առաջ դասարանում ինչ բան էի ես։ Ձանձրանում էի։ Ձանձրալի էր ինձ համար։ Ես դարձել էի իր օգնական, ասում էր, Դավիթ մի հատ Սուրիկին սովորացրու ճտարը, Դավիթ մի հատ Սանասարին այս աղյուսակը բացատրի, Դավիթ մի հատ էս, Դավիթեն, ես իր հետ այդպես անցավ իմ առաջին դասարանը։ Ինքը չլինես չէր լինի։ Այո, Աստված հոգին լուսավորի խեղճին հիվանդացավ, մահացավ։ Նա այդ հզոր էներգիա ուներ, այդ կինը, բոլորը նրան սիրում էին։ Բոլորը նրան սիրում էին։ Այ մի հետաքրքիր դեպք պատմեմ, ուրեմն
4 դասարան կար, առաջինի A, B, G, D ենթադրենք, տատս էլ ասել էր, ինձ բացատրել էր, թե դպրոցն է ինչեղ կեղնի, բալաջան, կերտած դպրոց, զանգը կուդա կերտակ դասարան, գնստիկ, խելոք ձեր դասերը կենեք, հենց որ նորից զանգը տվեց, ուրեմն 10 պրծավ, կենից կուկաս տուն, բայց այդ մի ժամը չի, ժամ 1 զանգա տալի, ես էլ այդպես գնացի տարավ ինձ նստացրեց Վանեսյանյան, այդ հաջորդ օր որ նորմալ դասի են, այդ առաջին օրը տենց չեր են, ծանոթություն բան դասարանների բաժանում բան եւ այլն, այդտեղ զանգ մանգել չխփեցին բան, մի երկու բան բացատրեցին, տուն ուղարկեցին։ Հաջորդ օրը գնացի, զանգը տվեց, գնացինք մեր դասարան, հավաքվեցինք շարքով, գնացինք մեր դասարան, հետո զանգը տվեց, նորից ես նույնիսկ տետր մետրն էլ չեմ վերցրել։ Գնացիք տուն։ Վեր կացա գնում եմ տուն, մեր տունն էլ դպրոցին կպածա։ Մեծ եղբայրս ասեց, «Այսօր», ասի զանգը տվեց, ասեց, «Առաջին օրը դասի ես արդեն փակնում ես դասից, հետ գնա դասի»։ Գնացի ու դասարանս եմ կորցրել, ցաղ իրար նման են Բանեսյանյան, հուզմունքից լաց եղա։ Մի մարդ մոտեցավ, ինձ ուսմասվարներով էր, ինչ ես, ով ես այրեխա, ինչ ես լացնում։ Դասատուիս անունն էլ չգիտեմ նույնիսկ։ Դու ում դասարանից ես, ասում եմ առաջին դասարանը, դուռը բացեց տղամարդ էր, ասի չէ, կին էր իմ դասատուն, ուր լաց եմ լինում, բացեց մի ուրիշ դասարան, եմ կին էր, ասեց ինքնա քո դասատուն, ասի չէ, իմը շատ սիրուն էր, այդ կինն էլ նեղացավ ինձանից, ասի չէ, իմը շատ սիրուն էր, ասեց այս լուսիկ երեխի կիցատարեք ընդեղ, Փաստորեն այդ հմայքը միայն սուբյեկտիվ ընկալում չէր, այդ մարդն էլ հասկացա։ Իրոք համ կարգին մարդ էր, շատ լավ ուսուցչուհի էր, իմ երեխեքն էլ են հասցրել նրա մոտ սովորել նույնիսկ։ Ներքին էներգիան, խարիզման, հմայքը հնարավոր է սովորել, թե դա մարդու մեջ այդ լույսը կամ կա կամ չկա։ Աստված բոլոր մարդկանց ստեղծում է ինչ-որ շնորհով։ Հատկապես որ դուք ռեժիսոր եք, կարևոր է ձեր այդ։ Այո, բայց հիմա Աստված բոլոր մարդկանց ինչ-որ մի շնորհով ստեղծում է։ Մարդ, եթե իհարկե մարդը հեռու բոլոր ընտանիքներից, եթե մարդը անոմալ ինչ-որ երևույթով չի ծնված, Աստված հեռու պահի, բայց բոլոր մարդը ինչ-որ շնորհով օժտված է, բայց ճիշտ միջավայրում չի հայտնվում, ճիշտ մանկավարժի չի հանդիպում և չի բացահայտվում նրա շնորհը, տաղանդը։ Այսինքն բացահայտված շնորհով մարդը խարիզմատիկ մարդ է արդեն։ Նա շնորհալի մարդ է անկասկած, հետո հենց միջավայրը նրա տաղանդը ծաղկում է, իսկ հենց ծաղկում է նա տաղանդներ բարդ մարդ չի սիրում, նա սկսում է իր մանը լցնել ամեն ինչով լցնել, այդ գիտելիքները բանը, ես դեռ լավ կրթված տգեղ մարդ չեմ տեսել։ Հիմա կասեք, ինչո բոլորը գեղեցիկ էին։ Ոչ, առաջին պայս թվում է թե տգեղը չէ արտաքինը քիչ ծուռ է բան։ Հենց նրա հետ մի քիչ հարաբերվում ես, նա դառնում է գեղեցիկ մարդ։ Եվ հակառակը, չէ՞, Այո, իհարկե, տեսնում ես թվում է թե արտաքինը շատ սիրուն եմ, 5 րոպե հետո դառնում է անտանելի երևույթ։ Չես էլ ուզում տեսնել նորից։ Սուտ բան է դա։ Չնայած այս աշխարհում ամենակարևոր բանը ձևն է։ Անծանոթ մարդուն առաջին ինչն ենք տեսնում, որ մեզ հրապուրում է կամ չի հրապուրում, ձևը, արտաքին ձևը։ Հետո խորանում ենք նրա ներքինի մեջ, էության մեջ, նոր տեսնում ենք, որ չէ, իրոք շատ գեղեցիկ է, կամ ասում են, չէ, տգեղ մարդ։ Մանավանդ արվեստում եւ ընդհանրապես բնության մեջ ամեն ինչ ձևի վրա է, բայց ձևը կատարյալ է, երբ որ բնության մեջ այդպես է։ Քանձորը ինչ կատարյալ է, չէ, իր ձևով, ծիրանը ինչ կատարյալ է իր ձևով, իր ծիրանը իր ճյուղերով, իր ամեն ինչով այդ կատարելության մեջ կատարյալ է իր ձևը, որովհետև նրա էությունն էլ է կատարյալ, բնական կատարելություն է, բովանդակությունն ու ձևը արտակարգ համահունչ են, բայց մարդու ստեղծածը, եթե ասենք, չէ որ Հակոբյանն ասում է ձևն է կարևորը, տեսեք այս ձևի եմ ես սարքում, բայց մեջ բովանդակություն չկա։ Ձևը, ճիշտ ձևը, հետաքրքիր ձևը գտնում է նա, ով ունի բովանդակություն, ով ունի
իմաստ, ով ունի խնդիր։ Այսինքն ինչպեսը եւ ինչը գալիս իրար գտնում են։ Ինչպեսը եւ ինչը գալիս իրար գտնում են ու դառնում է կատարյալ։ Հիմա ձեզ ամենաշատ ինչն է ուրախացնում, որ պահերին եք ձեզ շատ երջանիկ զգում։ Չեմ մտածել։ Այնքան կան տես պահեր։ Ներկայացումներից հետո Ցանկացած խաղի պահ գերագույն հաճույք է։ պահը թե ավարտը, եւ դա Ավարտը արդեն տխուր է։ կայացել է։ Ոչ, ներկայացումը որ վարակույր որ փակվում է տխուր է։ Իսկապես Այո։ ծափերը չեն ուրախացնում։ Բարձա, փակվեց։ Մեկ էլ երբ կբացվի Աստված գիտի։ Ամեն ներկայացումից հետո ասում Տեր Աստված, մեկ էլ երբ է բացվելու վարակույրս։ Ես վստահ չեմ որ բացվելու է։ Ինչ իմանաս։ Կարող է չբացվի։ Ուսանողները չէին հասկանում ինչը պանդեմիան չեղավ։ Ինչ ծաղրում էին, իսկ հումոր էին ասում։ Տեր Աստված, մեկ էլ երբ կբացվի մեր վարակույրը Բանիսյանի, Հակոբյանի վարակույրը Բանիսյանի։ Պանդեմիան եղավ, ասում վայ Հակոբյանն էս ինչ իր ասում։ Ես երբ է բացվելու մեր վարակույրը։ Արկելել է ինչ է խաղալ։ Արկելված է, ներկայացումներ չկար, բան չկար։ Այո, տխուր է, բայց ներկայացման պահը խաղի գերագույն հաճույքը հենց խաղի պահն է։ Դրա համար է տաղանդավոր մարդիկ խենթի պես ուզում են անդադար խաղալ։ Սովորական դերասաններ դա չի էլ ապրում երևի։ Իրան ծափերի պահն է դժում, ծաղիկ ստանալը բան է։ Երևի թե թող ինձ ներեն բոլորը։ Հիմա դուք ներկայացման եք գնալու։ Այո։ Հուզվում եք։ Ամեն ներկայացումից եմ ուզում, ամեն ներկայացումից առաջ, ամեն ներկայացումից առաջ, քանի մեծանում ես ավելի, որտեղ գիտես որ շատ շուտով քիչ է մնալու խաղալու, արդեն ուզվելու բան է, գիտես գիտակցում ես որ երկար ճանապարհ չկա այլևս, հետո արդեն տարիքային բաներն էլ են, կոմպլեքսներն են ավելանում, հոգուս ինչ մեղքան է, մարդը մեծանում է, հիշողությունն է սկսում տկարանալ։ Վախենում եք ինչ բաներ մոռանալ խաղի ընթացքում։ Իհարկե, տեքստերը շփոթել, տեքստերը նոր ներկայացում վախենում ես ստանձնես, որովհետև դժվար է սովորելու այդ վախերը կա։ Մեղք ես Տեր Աստված նոր ներկայացում ենք սկսել, տեսնենք ինչ է ստացվել։ Որ ներկայացումն է։ Թույլ տվեք դեռ չասել։ Լավ։ Մայիսի վերջին պրեմիերա կլինի։ Հիմա որ ներկայացման եք գնալու։ Հիմա գնում եմ Սունդուկյան թատրոն, այսօր մեծապատի մուրասկաններ, Սունդուկյանում էլ նոր ներկայացումներ կան ծրագրում, համազգայինում էլ մի 4-5 ներկայացում կա ծրագրում, արդեն մի քանիսի փորձերը գնում են, ինչպես նաև մեր ներկայացումը, որ անում ենք, կարող եմ ասել Արման Նավասարդյանն է անում բեմադրությունը, ինքը դերասան լինելով, այո, ես էլ խաղալու եմ այդ ներկայացման մեջ, բայց քանի չեն կայացել անուններ չասեմ, կայանան նոր, ասում են թե Աստծուն ուզում ես ծիծաղեցնել քեզ վրա, խոսի ծրագրերիցդ։ Շնորհակալություն։ Ես եմ շնորհակալ։